Ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրողին վիրավորելուց հետո այս պահին տեղի է ունենում լրագրողների երկրորդ ակցիան։ Լրագրողները հայցում են, որ միջադեպի կապակցությամբ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի լրագրողներից։ Հիշեցնենք, որ մարտի 20-ին ՔՊ-ական պատգամավոր Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լկտի վարքագծով, այս անգամ թիրախավորելով կին լրագրողին։ Պատգամավորը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել է տրիբուն կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին։ Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Դուք Ձեր պահվածքը լրագրողի հետ չեք կարծում, որ պիտի ներողություն խնդրի։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նա նախ ցույցում է տվել, թե որտեղ պետք է կանգնի լրագրողը։ Լրագրողի դիտարկմանը, թե ինչու եք բուլինգի ենթարկում լրագրողին, նա պատասխանեց, որ լրագրողի չէ, այլ տիկին Ջեբեջյանի հետ է խոսում։ Չեք պատրաստում ներողություն խնդրել, պարոն Քոչարյան։ ձեր սիրելիսը հոգևորականը խնդրել է։ Մենք պահանջում ենք, որ դուք խնդրեք։ Ինչ ձայն լսեցիք, դեմք եք տեսնում, գեղեցիկ դեմք եք։ Լրագրողն էլ հորդորեց հիշել, թե ինչու էր հոգևորականը հորդորում մաքրել շուրթերը։ Քոչարյանը հրաժարվել է ներողություն խնդրել և մտել է իր առանձնասենյակ։ Սպասի շպիրկեքը ստեղել։